Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ողբերգական վթար ճամբարակի ճանապարհին, զինծառայողներ են վթարի ենթարկվել։ Նոր խորհրդարանում սկսվել է մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրությունը, ովքեր են թեկնածուները։ Մշակվել է կառավարության հնգամյա ծրագիրը, ինչ է նախատեսվում հայ առաքելական եկեղեցու համար։ Թրամփը Իրանի դեմ հայտարարում է աննախադեպ տնտեսական պատերազմ, ում է սպառնում Վաշինգտոնի նոր պատժամիջոցների ալիքը։ Ողբերգական վթար ճամբարակի ճանապարհին 3 ժամը 21-ի սահմաններում ճամբարակ տանող ավտոճանապարհին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացու վարած գազ 53 մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինվորի։ Վրաերթի հետևանքով զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է, մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Ըստ Պաշտպանության նախարարության նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Բանակում 8 ամսվա ընթացքում խաղաղ պայմաններում 13-րդ մահվան դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է աշխատանքային խումբ ստեղծել։ Խմբի խնդիրն է ուսումնասիրել բանակում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառներն ու համակարգային լուծումներ առաջարկել։ Խմբում ընդգրկվելու են պաշտպանության, կրթության եւ առողջապահության նախարարները, զինված ուժերի գլխավոր շտաբի եւ ռազմական ոստիկանության պետերը եւ այլ պաշտոնյաներ։ Նրանց 3 ամիս է տրվել առաջարկները Փաշինյանին ներկայացնելու համար։ Կառավարության նոր հնգամյա ծրագրով նախատեսվում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն եւ այնպիսի Հայաստան, որը կկարողանա զարգանալ, նվազեցնելով արտաքին աջակցությունից կախվածությունը։ Ադրբեջանի հետ առաջնահերթությունը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է, նաեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շարունակությունը։ Իսկ Թուրքիայի հետ նախատեսվում է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանը եւ գործարկել առնվազն 2 արդիական սահմանային անցակետ։ Սակայն ծրագրում դրանց գործարկման ժամկետներն ու անվանումները նշված չեն։ Կառավարությունը նոր ծրագիրը ներկայացնում է որպես Հայաստանի պետության նոր 4-րդ հանրապետության փուլ մտնելու հիմք։ Փաստաթղթում առանձին անդրադարձ կա նաև հայ առաքելական եկեղեցուն։ Խոսվում է եկեղեցու իբր բարենորոգման, այն կանոնականության դաշտ բերելու եւ քաղաքականացումը բացառելու մասին։ Ինչ են նշանակում այս ձևակերպումները գործնականում եւ ինչպես են հոգեվորականները գնահատում պետության եկեղեցուն առնչվող հարցերին միջամտելու այս մոտեցումը, լսենք։ Ամենայն հայոց կաթողիկոսի օծյալ վեհափառ հայրապետի կենդանության օրոք նման ասենք հարցերի շուրջ խոսելը կարծում եմ բարոյական չէ հոգևոր առումով, իսկ պետական առումով հակասահմանադրական է։ Իրենք ասենք որևէ իրավունք չունեն ընտրված ազգընտիր օծյալ կաթողիկոսին որևէ բան անելու։ Միակ բանը, որ կարող են անել, ուղղակի հեռու մնալ ամենայն հայոց կաթողիկոսից։ Թող Աստված իրենց մոլեքին ու իմամներին երկար կյանք տա, բայց իրենք չեն որոշելու մեր կաթողիկոսը ով լինի։ Կառավարության նոր հնգամյա ծրագիրը խորհրդարան ներկայացնելուց հետո պետք է քննարկվի եւ քվեարկվի ազգային ժողովում։ Իսկ այսօր ազգային ժողովը ընտրում է նոր խորհրդարանի մշտական հանձնաժողովների ղեկավարներ։ 12 հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների ընտրությունն անցկացվում է գաղտնի քվեարկությամբ եւ տևելու է մոտ 2 ժամ։ Պաշտոնները բաշխվելու են խմբակցությունների թվաքանակին համապատասխան։ Քաղաքացիական պայմանագիրը կստանձնի 8 հանձնաժողովի նախագահի եւ 7 փոխնախագահի պաշտոն, ուժեղ Հայաստանը 3 նախագահի եւ 4 փոխնախագահի, իսկ Հայաստանը 1 նախագահի եւ 1 փոխնախագահի պաշտոն։ Հենց այս հանձնաժողովներում էլ առաջիկայում քննարկվելու են կառավարության ծրագրի հիմնական փաստաթղթերում անդրադարձ ներողություն
Հենց այս հանձնաժողովներում էլ առաջիկայում քննարկվելու են կառավարության ծրագրի հիմնական ուղղություններն ու օրենսդրական նախաձեռնությունները, իսկ թե ինչ մթնոլորտում է սկսել աշխատանքը, կհետևենք առաջիկայում։ Խորհրդարանում հանձնաժողովների ղեկավարների ընտրությունից մեկ օր առաջ նիստն անցել էր լարված մթնոլորտում։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության քննարկումն ընթացել է լարված մթնոլորտում։ Խոսվել է Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգից, նաև խոսվել է Արցախի, Պրահայի հայտարարության, Բաքվում պահվող հայ գերիների և իշխանության վարած քաղաքականության մասին։ Լարվածությունը գագաթնակետին է հասել Հովսեփյանի հարց ու պատասխանի ավարտին և Դավիթ Ղազինյանի նկատմամբ կարգապահական միջոց է կիրառվել։ Թեժ քննարկման մանրամասները ռեպորտաժում։ Սիրելի արցախցիներ, սոր ես տղում կանգնած, սոր ես տղում ձեզնը հետ խոսում ու գիտում ում վեր դուք շատ մծվիսեր եք կապում ինձնը հետ ու դա ինձ ավելի ապարտավորեցնում ու ինձ ավելի ուժեղացնում։ Արցախի բարբարով այս կոչն այսօր ազգային ժողովի ամբիոնից հնչեց արցախցի падգամավոր Արեգա Հովսեփյանի շուրթերից։ Այսօր խորհրդարանում քննարկվում էր Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ուժեղ Հայաստան խմբակցության առաջադրած Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Քննարկման ընթացքում Հովսեփյանը անդրադարձավ նաև Արցախի հարցին եւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Ես գիտում ում վերմունք լոխստեղ ունինք նպատակ դա այնա վեր Հայաստանի Հանրապետությունը ավելի ուժեղանա, վեր Հայաստանի Հանրապետությունը ինի այն տեղը շտիղան մուկ ոզում չնք քինյանք։ Ամբողջությամբ համաձայն ենք եւ կիսում ենք ձեր ելույթը, Տիկին։ Թեև ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այս հարցում համաձայն էր Հովսեփյանի հետ, սակայն չհամաձայնեց ընդդիմության այն պնդմանը, թե Արթուր Ավանեսյանը քաղբանտարկյալ է։ Արդյոք քաղբանտարկյալ եք համարում Կանդաս մականունով նախկին զինվորականին, որը առնվազն ձեր շտաբում արված ձայնագրություններից հասկացանք, որ ձեր նախընտրական շտաբում եղել են մարդիկ, ովքեր նրան մեղադրում են մարդասպանության մեջ։ Այսօր նա Հայաստանում գտնվում է ենթարկում է քաղաքական հետապնդումների, իսկ Ադրբեջանում նրա համար գլխագին էին խոստանում։ Զգացիք տարբերությունը։ Քննարկման ընթացքում ընդդիմադիր падգամավորները քննադատեցին նաև իշխանության մոտեցումները եվրոպական ինտեգրման հարցում, պնդելով, որ իշխանությունը խոսքով շարունակում է հայտարարել Եվրոպա գնալու մասին, մինչդեռ իր գործողություններում չի առաջնորդվում եվրոպական ժողովրդավարական արժեքներով։ Եվրոպական միությունը նախ եւ առաջ արժեքների մասին է, ժողովրդավարության մասին է, մարդու իրավունքների մասին է։ Քննարկման ամենազգայուն պահերից մեկը Արցախի մասին հարցն էր։ ՔՊԱ-ական Արայիկ Հարությունյանը Արեգա Հովսեփյանին հարցրեց, ինչպես է վերաբերվում 2022 թվականի Պրահայի հայտարարությանը, որով Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ես ճանաչում եմ այն ծննդավայրը, որտեղ որ ես մեծացել եմ, որտեղ որ ես ամուսնացել եմ, որտեղ որ գտնվում են իմ ապուպապերի, իմ հոր գերեզմանը, ես ճանաչում եմ դա, ճանաչում եմ ու երբեք չեմ մոռանալու, ինչպես որ չեն մոռանալու 120,000-ը, ավելին, ինչպես որ չեն մոռանալու շատ հայեր։ Հարությունյանը հակադարձեց, եթե Պրահայի հայտարարության հետ համաձայն չէր, ինչու ժամանակին չի լքել արտաքին գործերի նախարարությունը։ Հովսեփյանը պարզաբանեց, հրաժարականի դիմումը գրել է դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ 2021 թվականից երեխայի խնամքի արձակուրդում է եղել եւ մինչեւ 2023 թվականը արտաքին գործերի նախարարությունում չի աշխատել։ Բայց Արցախի թեման այստեղ չավարտվեց։ Հայաստան խմբակցության падգամավոր Աղբան Վարդանյանը ամբիոնից կոշտ գնահատականներ հնչեցրեց իշխանության ներկայացուցիչների հասցեին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության եւ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հնչած համեմատություններին։ Մեր պայմանական գործընկերները երբ որ շատ են ոգևորվում իրենց արդարացնելու կամ իրենց ճշմարտությունը հрамցնելու ժամանակ հաճախ անցնում են մարդկայնության, քաղաքակրթության, անմեղսունակության բոլոր սահմանները։ Համեմատել ֆաշիզմի շարքերում կռվածներին եւ իրենց երկրի ազատության համար կռվածներին ուղղակի ամենավերջին անմեղսունակությունն է կամ շատ ավելի վատ բառ։
Հովսեփյանն էլ պատասխանելով Վարդանյանին նշեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից հետո ինքն առաջիններից է եղել, որ հաջակցություն նրանց ակցիա է կազմակերպել։ Գիտեք, մինչև ձեր գալը կային մարդիկ, ովքեր ոչ միայն հայտարարում էին, ոչ միայն բանակցությունների ժամանակ ասում էին, որ այս կամ այն հողը հայկական է, այլ նաև պահում էին այդ հողը, գործով էին պահում այդ հողը հայկական, եւ նրանց մի մասը այսօր Ադրբեջանի բանտում է։ Քննարկման ընթացքում ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի պատերազմի կուսակցության մասին ձևակերպմանը։ Իսկ գիտեք ով է պատերազմի կուսակցությունը։ Վերջի 8 տարվա ընթացքում 3 պատերազմ բերած կուսակցությունը։ Եռապատերազմի կուսակցությունը ԿՊՆ, եռապատերազմի կուսակցությունը եւ 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը։ Անցնելու է 30 տարի, 50 տարի, պատմությունը ձեզ հիշելու է, որպես եռապատերազմի կուսակցություն եւ 2.5 տրիլիոն դրամ պարտք վերցրած։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացության քննարկումն ավարտվեց լարված մթնոլորտում։ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում, մեկ նիստում նրան զրկելով խոսափողից օգտվելու իրավունքից։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Արգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Ղազինյանի նիստերի դահլիճից դուրս գալուց հետո նրան հետևեցին նաև ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորները, այդ թվում Ազգային ժողովի ընդդիմադիր փոխոսնակ Արամ Վարդևանյանը, չսահմանափակվեցին միայն նիստերի դահլիճը լքելով եւ դուրս եկան նաև խորհրդարանի շենքից, այդ կերպ արտահայտելով իրենց անհամաձայնությունը իշխանության գործելակերպի վերաբերյալ։ Խորհրդարանում կոշտ բառապաշարն ու փոխադարձ մեղադրանքները քաղաքական բանավեճի գրեթե մշտական ուղեկից են դարձել։ Էդգար Ղազանյանի ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած սրիկաներ ձևակերպումից հետո նրանից հրապարակային ներողություն պահանջեցին։ Այսինքն քաղաքական խոսքի համար պատասխանատվության պահանջ կա, բայց նույն չափանիշը հավասարաչափ է գործում արդյոք իշխանության եւ ընդդիմության համար։ Մասնագետները զգուշացնում են, երբ կոշտ ու վիրավորական բառապաշարը պարբերաբար հայտնվում է հանրային դաշտում, աստիճանաբար կարող են փոխվել նաև ընդունելի քաղաքական խոսքի սահմանները։ Ինչու է նույն բառը տարբեր քաղաքական գործիչների դեպքում տարբեր արձագանք ստանում եւ ինչ ազդեցություն կարող է նման խոսույթը թողնել հասարակության վրա, ռեպորտաժում։ Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղները, ձեններդ կտրեք։ Մի հատ թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք, ուրեմն, 4 հատ տուն իրան որտեղից։ Սա քաղաքական խոսույթում ընդդիմադիրների հասցեին հնչած կոշտ ձևակերպումների ամբողջ ցանկը չէ։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Իսկ որտեղ է ավարտվում քաղաքական կոշտ բանավեճը եւ որտեղ է սկսվում անընդունելի խոսքը։ Օրեր առաջ, երբ ազգային ժողովի ամբիոնից Էդգար Ղազարյանը ԿՊԱ-կանների հասցեին սրիկաներ ձևակերպումներ օգտագործել, իշխանական падգամավորները պահանջեցին, որ նա հրապարակային ներողություն խնդրի։ Ստացվում է քաղաքական խոսքի համար պատասխանատվության պահանջ կա, բայց նույն ձևաչափը հավասարաչափ է գործում արդյոք իշխանության եւ ընդդիմության համար։ Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով խնդիրը միայն առանձին վիրավորական արտահայտությունը չէ։ Երբ նման բառապաշարը պարբերաբար հայտնվում է հանրային դաշտում, այն աստիճանաբար կարող է փոխել ընդունելի խոսքի սահմանները։ Մի շատ կարևոր բան փոխվեց մեր կյանքում։ Հայոյանքը, վիրավորական խոսքը, գրեհկաբանությունները դարձան մեր կյանքի ուրեմն մի մասնիկը։ Իրենք բերել են գրեհկության մշակույթը, բացի մնացած աղետներից, մեր կյանք են մտցրել գրեհիկ պահվածքի, գրեհիկ խոսքի մշակույթն են բերել։
Նալչաջյանի գնահատմամբ քաղաքական դաշտում կորտ բառապաշարը նաև փոխադարձ ռեակցիայի շղթա է առաջացնում։ Երբ հանրային խոսքում մեկը դիմացինին գրեհիկ է դիմում, հակառակ կողմն էլ կարող է նույն լեզվով պատասխանել։ Այդպես քաղաքական բանավեճը գաղափարների ու ծրագրերի մրցակցությունից տեղափոխվում է անձնական հակամարտության դաշտ, իսկ հանրային ազդեցությունն ավելի լայն է։ Նալչաջյանի խոսքով իշխանության ներկայացուցիչները հատկապես որպես բարձր կարգավիճակ ունեցող մարդիկ հասարակության համար վարքագծի օրինակ են դառնում։ Իրենք տեսնում են, որ ասենք բարձր ստատուս ունեցող մարդիկ գրեհիկ են եւ այդ կերպարը դառնում է հոգեբանական նույնացման ուրեմն մոդել։ Իրենք թելադրում են մոդելներ անկախ իրենցից։ Ընդհանրապես, եթե բարեկիրթ հայրենասեր, պրոֆեսիոնալ լուրջ մարդիկ գրավեին այդ աթոռները, իրենք կդառնային այդ հոգեբանական նույնացման մոդելը։ Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի գնահատմամբ խնդիրը պետք է դիտարկել նաև պետական ինստիտուտների տեսանկյունից։ Նրա գնահատմամբ կոշտ ու էմոցիոնալ խոսույթի տարածումը ոչ այնքան քաղաքական մշակույթի, որքան տվյալ ժամանակահատվածում քաղաքական դաշտի էմոցիոնալ վիճակի մասին է։ Նրա խոսքով իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների մի մասը քաղաքական գործընթացը ընկալում է որպես միմյանց դեմ պայքարի հարթակ, մոռանալով, որ ազգային ժողովը նախ եւ առաջ օրենսդիր մարմին է։ Եվ սա բերում է իր հերթին այդ բավականին ծանր հետևանքներ ունեցող էմոցիոնալ դրսևորումներին, ծանր հետևանքներ, որտեղ ոչնչացվում է ազգային ժողովի արկանիշ։ Եվ սա իրականում հակապետական գործողություն է երկու կողմից։ Այս պայմաններում տուժում է ոչ միայն քաղաքական գործիչների հեղինակությունը, այլև խորհրդարանի նկատմամբ հանրային վստահությունը։ Երբ երկրի օրենսդիր մարմնի ամբիոնը դառնում է փոխադարձ վիրավորանքների հարթակ, դրա հետևանքը ըստ սոցիոլոգի դուրս է գալիս խորհրդարանի պատերից։ Ընդ որում ես գիտեմ խոսացողներին, թե այս ճամբարից շատերին գիտեմ, ասենք իրանց ոչ մի քիչ մութ են գնում, իրենք տնից չեն դուրս գալիս ընդհանրապես ու շատ վաղուց քաղաքին նայում են իրենց ավտոմեքենայի պատուհանից, որ տենց հեռախոսը ձեռից վերցնես թողես Երևանի փողոցները, կարող է լաց են անկյունում։ Իրանցից ոչ մեկը դուրս իրան տենց չի պահի, որովհետև իրենք կպատժեն դուրս, իրենք լավ գիտեն, ուտուր ժամանակվանից տենց է եղել։ Սակայն մասնագետների գնահատմամբ քաղաքական բարեվարկության խնդիրը միայն խորհրդարանում չի ձևավորվում։ Փոխադարձ հարգանքի եւ վարքագծի հիմքերը ձևավորվում են շատ ավելի վաղ, ընտանիքում ու սոցիալական միջավայրում։ Դա ընտանիքից է գալիս։ Ձեզ մոտ երևացող մասն է հարցը առաջացնում, ակնհայտորեն ճիշտ է, որտեղ ինքը երևացող է, բոլորիս վրա ազդում է, բայց խոսքը գալիս է նրան, որ վատ են դաստիարակված ծնողները, վատ են դաստիարակված իրանք, վատ են դաստիարակված երեխաները ու այդ վատ դաստիարակված այդ բաները այս ստաֆետը իրար փոխանցվում է։ Քաղաքական հակասությունները կարող են լինել սուր, բայց ինչպես ասում է սոցիոլոգը, նվազագույն նորմեր պահպանելը պարտադիր է։ Իշխանությունն ու ընդդիմությունը կարող են կոշտ վիճել, հակադարձել եւ միմյանց քննադատել, բայց երբ քաղաքական բանավեճը վերածվում է անձնական վիրավորանքի, խոսքի թիրախը այլևս միայն քաղաքական հակառակորդը չէ։ Այն ուղղված է նաեւ այդ քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմի եւ մեկուսացման մեկնարկի մասին։ Վաշինգտոնը զգուշացնում է, Իրանի հետ առևտրային կամ ֆինանսական կապեր ունեցող երկրներն ու ընկերությունները կարող են բախվել ծանր տնտեսական հետևանքների։ Թրամփի խոսքով պատժամիջոցները թիրախ կդառնան նաեւ այն ֆինանսական եւ նավթային ընկերություններ, թիրախում կհայտնվեն նաեւ այն ֆինանսական եւ նավթային ընկերությունները, որոնց միջոցով Թեհրանը փորձում է ջանցել ամերիկյան սահմանափակումները։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շարունակում է ակտիվ դիվանագիտական շփումները։ Նա հեռախոսով խոսել է Պակիստանի բանակի շտաբի պետի եւ Մավրիտանիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, դիվանագիտական գործընթացը եւ քաղաքական լուծումների հասնելու հնարավորությունները։ Թեհրանը միաժամանակ փորձում է ամրապնդել իր միջազգային կապերը Վաշինգտոնի կողմից հայտարարված նոր տնտեսական ճնշման պայմաններում։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Մերձավոր արևելքում լարվածությունը չի թուլանում, իսկ Իրանն արդեն զգուշացնում է ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև Պարսից ծոցի երկրներին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Ալի Աբդուլլահին հայտարարել է, որ եթե այդ երկրների տարածքն օգտագործվի ամերիկյան զինուժին աջակցելու համար, Թեհրանը դա կհամարի Միացյալ Նահանգների ռազմական գործողություններին մասնակցություն։ Իրանցի գեներալը նաև նշել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։
Այս կոշտ հայտարարությանը զուգահեռ իրանցի մեկ այլ գեներալ քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը։ Իրանի գեներալ Մոհամմեդ Ռեզա Նաքթին Թրամփին անվանել է կարճատես եւ կարճամիտ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների նախագահը երկարաժամկետ տեսլական չունի եւ հաճախ հայտարարություններ է անում առանց մտածելու, թե դրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Նաքթին նույնիսկ ասել է, որ ավելի շատ է վստահում տաքսու վարորդին, քան Թրամփին եւ կոչ է արել նրա հայտարարություններին չափազանց լուրջ չվերաբերվել։ Գազայում հարվածները չեն դադարում։ Գազա քաղաքում առնվազն 7 մարդ է զոհվել ոստիկանության գլխավոր շենքին հասցված իսրայելական հարվածի հետևանքով, եւս 15-ը վիրավորվել։ Պաղեստինյան լրատվամիջոցները սակայն հաղորդում են 9 զոհի մասին։ Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների միջնորդությամբ քննարկվել է Գազայի կարգավորման ծրագրի հաջորդ փուլը։ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է այս տարի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Լրագրողի հարցին նախատեսում է արդյոք հանդիպում 2026 թվականին, Թրամփը պատասխանել է. «Այո, կհանդիպեմ նրա հետ»։ Միացյալ Նահանգների նախագահը միաժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ունի 57 հզոր միջուկային մարտագլխիկ։ Չնայած դրան Թրամփը պնդել է, որ իրավիճակը կայուն կմնա, քանի դեռ Միացյալ Նահանգներում իր բնորոշմամբ խելացի նախագահ է իշխանության։ Թրամփը նաև ընդգծել է, որ Կիմ Չեն Ընի հետ շատ լավ հարաբերություններ ունի։ Հանդիպումը ըստ նախնական տեղեկությունների կարող է տեղի ունենալ աշնանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել միջազգային քրեական դատարանի ղեկավարների նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների կապակցությամբ։ Օգոստոսի 18-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել դատարանի նախագահ Տոմոկո Ականեի եւ ավագ դատախազ Աբդուլլահ Սեյեի նկատմամբ։ Միացյալ Նահանգները նրանց մեղադրում է դատարանի լիազորությունները չարաշահելու, այդ թվում իր իրավասության տակ չգտնվող երկրների պաշտոնյաների նկատմամբ գործողություններ իրականացնելու համար։ ՄԱԿ-ը այդ որոշումը մտահոգիչ է համարում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ենթակառուցվածքների վրա հարձակումները երկրի տնտեսության համար անդառնալի հետևանքներ չեն առաջացրել, թեև վնասը նրա խոսքով ակնհայտ է։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը համեստ են, բայց շարունակում են մնալ դրական։ Նրա տվյալներով երկրի համախառն ներքին արդյունքն առաջին կիսամյակում աճել է 0.6%-ով, իսկ երկրորդ եռամսյակում 1.3%-ով։ Ռուսաստանի նախագահի խոսքով երկիրը նաև շարունակում է տնտեսության կառուցվածքային փոփոխությունների ծրագիրը, որը նախատեսված է մինչև 2030 թվականը։ Քենիայի Սամբուրու շրջանում ուղղաթիռ է կործանվել, զոհվել է Միացյալ Նահանգների 5 քաղաքացի։ Դեպքը տեղի է ունեցել Օլոլոկվե լեռան մոտ առավոտյան ժամը 9-ին։ Ականատեսները պատմել են, որ ուղղաթիռի անկման վայրում խիտ ծուխ ու բոց են տեսել։ Նախնական տվյալներով օդանավում եղել է 7 զբոսաշրջիկ։ Կործանման պատճառը դեռ հայտնի չէ։ Եվ վերջում, հոլիվուդյան լեգենդներից մեկը հայտնվել է Բարբիի աշխարհում։ Մերիլին Մոնրոն դարձել է նոր Բարբի տիկնիկի կերպար։ Տիկնիկը թողարկել է Mattel ընկերությունը դերասանուհու ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Նոր Բարբին կրկնում է Մոնրոյի հայտնի կերպարի եւ ոճի որոշ առանձնահատկություններ, այդպիսով հիշեցնելով Հոլիվուդի ամենաճանաչված դերասանուհիներից մեկին։ Անահիտ Սարգսյան, Սվետլանա Պետրոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 29-ից 31, իսկ երեկոյան 19-ից 21 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։